Բերեք մի առանցքային հարցից, որ վերջին օրերին մենք շատ ենք շոշափում, տարբեր անկյուններից այս հարցը։ Նախ հասկանանք ինչու է ակտիվացել հենց ապաշրջափակման գործընթացը, այլ ոչ ասենք սահմանազատում կամ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկում։ Թերևս այն պատճառով, որ ապաշրջափակման թեման շատ ավելի մեծ պահանջարկ է վայելում Հայաստանից ու Ադրբեջանից դուրս։ Եվ խոշոր խաղացողները, որոնք մրցակցում են այդ թվում ռեգիոնում կոմունիկացիաների հանդեպ վերահսկողության համար, բնականաբար առավել շահագրգռված են հենց այդ թեմայով, քան սահմանազատում եւ սահմանագծում, նրանց մեծ հաշվով չի հետաքրքրում, թե ինչպիսին կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։ Բաքուն եւ Երևանն էլ պետք է այդ տրամաբանությանը համաձայնեն։ Ես կարծում եմ Բաքուն եւ Երևանը սահմանազատման հարցը իհարկե քննարկում են, որովհետեւ այստեղ շահառուն մի կողմից թվում է, որ Երևանն է, որպեսզի այդ սահմանը հստակեցվի եւ այլն, հաշվի առնելով կամ դատելով պաշտոնական Երևանի հայտարարություններից, բայց այստեղ Բաքուն եւս շահառու է, որովհետեւ ունի շատ լուրջ հավակնություններ եւ այդ հավակնությունները փորձելու է իրացնել հենց սահմանազատման եւ սահմանագծման գործընթացով։ Այստեղ կարող է լինել նաեւ այդ գործընթացի առայժմ այսպես լուր ռեժիմի պատճառը, որովհետև իմ գնահատմամբ Բաքվի այդ հավակնություններն այնպիսին են, որ կամ դրանց հետ դժվար է աշխատել Երևանին, կամ նպատակահարմար չէ դրանց ուղղությամբ բացահայտ աշխատել գոնե միջև ընտրությունը, որովհետև այդտեղ կարող են լինել հարցեր, օրակարգեր կամ զարգացումներ, որոնք մեղմ ասած, այսպես ասենք, միավոր չբերեն պաշտոնական Երևանին։ Դե մի քանի հայտարարություն կա, որ որոշակիորեն լույս սփռում են ձեր ասացի վրա, դա այն է, որ Հայաստանի վարչապետը ասեց, որ սահմանազատումը կսկսեն այն հատվածներով, որտեղով պետք է թրիպ անցնի։ Սա եւս ինչ որ իմաստով տարօրինակ է, ինչու, որովհետեւ մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ պայմանավորվել են, թե ինչ հաջորդականությամբ պետք է իրականացվի սահմանազատումը, սկսելու են հյուսիսային կետից եւ իջնելու են դեպի հարավ։ Կանոնադրությունը, ինչպես գիտենք, հաստատվել է դեռևս նախորդ տարի, հոկտեմբերի 24-ին Հայաստանի նախագահը ստորագրեց, 25-ին Ալիևը ստորագրեց։ Այստեղ մի հանգամանք կա, որը շատ էական է, այն, որ այդ հանձնաժողովների աշխատանքային կանոնադրությունը սահմանազատման եւ սահմանագծման վավերացրել է միայն Հայաստանը, այսինքն ներպետական վավերացման ամբողջական ընթացք միայն Հայաստանն է իրականացրել, սահմանադրական դատարան, հետո խորհրդարան, հետո նախագահի ստորագրություն։ Ադրբեջանը այդ ընթացքը չի իրականացրել եւ պարզապես Հայաստանը, երբ ավարտել է իր ներպետական վավերացումը, նախագահ Ալիևը ստորագրել է, ընդ որում դա տեղի ունեցավ Կազանի հանդիպումից հետո, երբ Կազանում նախորդ տարի հոկտեմբերի 24-ին BRICS գագաթնաժողովի շրջանակում առաջին երկկողմ հանդիպումը եղավ Փաշինյանի եւ Ալիևի միջեւ։ Այդ հանդիպման, այսպես ասենք, լուսադեմին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահն է ստորագրել Հայաստանի վավերացված արդեն կանոնադրությունը եւ 25-ին արդեն հանդիպումից հետո Ալիևը ստորագրեց։ Ինչով է սա էական։ Ներպետական վավերացման ենթակա են այն պայմանագրերը կամ միջազգային փաստաթղթերը, որոնք պետության համար ենթադրում են պարտավորություն։ Դրա համար անցնում է ամբողջական վավերացում, սահմանադրական դատարան եւ այլն, որովհետեւ տեսնեն այդ պարտավորությունը, որ ստանձնում է երկիրը, համապատասխանում է սահմանադրությանը եւ այլն։ Ադրբեջանը այդպիսի վավերացում չի արել եւ այստեղ հարցեր են առաջանում ինչու։ Այսինքն ինչու է Ադրբեջանի համար այդ փաստաթղթի կարգավիճակը այլ մեկնաբանության ենթարկվել։ Հայաստանի համար այլ։ Սա եւս առաջացնում է այդ հարցերը եւ որոշակի եզրակացություններ, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը այդուհանդերձ Հայաստանի համար մեղմ ասած, այսպես հեշտ եւ միավոր բերող գործընթաց ավելի բարձ կարող ենք խոսել, այն տարածքները, որոնք ագրեսիա են ենթարկվել 2020 թվականի պատերազմից հետո տարբեր փուլերում այդ ձեր նշած բարդությունը հենց այստեղ է լինելու։ Ոչ միայն այդտեղ։ Ես մեկ էլ հավելեմ, որ հայկական կողմ պարբերաբար կրկնում է, վերջերս էլ արտգործնախարարը ասաց, որ այդ հարցի ռազմական լուծում չկա։ Շատ լավ է, հարցի ռազմական լուծում չկա, հասկանում ենք, որ դա ռացիոնալ հայտարարություն է, այսինքն Հայաստանը այսօր չի կարող ռազմական լուծման մասին խոսել, հասկանում ենք, որ այդտեղ խնդիրներ կան եւ հավանականություն, որ ինքնակամ դուրս չի ելնի Ադրբեջանը։ Բայց երբ այո, պետությունը հայտարարում է, որ դա եղել է հարձակում իր տարածքի վրա եւ եղել է օկուպացիա իր ինքնիշխան տարածքի, հետո ամիսներ անց հայտարարում է, որ ինքը այդ հարցը կլուծվի սահմանազատման գործընթացով, այստեղ առաջանում է մեղմ ասած այսպես դիսոնանս։ Ինչն է խնդիրը։
օկուպացիան ենթակա է անհապաղ եւ անվերապահ ազատագրման։ Դա կլինի քաղաքական ճանապարհով, դա կլինի ռազմական ճանապարհով, դա հնարավոր կլինի 100 տարի հետո, միևնույն է, օկուպացված տարածքի հանդեպ պետության քաղաքականությունը պետք է լինի այդպիսին։ Ինչ է նշանակում սահմանազատում եւ սահմանագծում։ Սա մեծ հաշվով նաեւ որոշակի այսպես փոխանակումներ, տարածքների, կոմունիկացիաների եւ այլն, եթե կոպիտ չհնչի, առևտուր ենթադրող process է։ Հիմա եթե Հայաստանը հայտարարել է, որ իր տարածքները օկուպացված են, եթե հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկում օկուպացվել է կամ եւ մի շարք այլ ուղղություններով օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես կարելի է այդ օկուպացված տարածքը բերել սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Պարզ է, չէ՞ որ դա նշանակում է փոխել կարգավիճակը։ Այսինքն փաստացի նշանակում է, որ այդտեղ օկուպացիա չկա, այլ պետք է լինի ընդհանրապես այսպես քննարկումներ։ Մենք ձեզ ինչ տանք, դուք մեզ ինչ տաք, կամ հետո կարող է հայտարարվել, որ դե Ադրբեջանը այդ տարածքների դիմաց ինչ որ բան է տվել Հայաստանին կամ ինչ որ բան է տալու Հայաստանին եւ այլն։ Այսինքն մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ այս շեշտադրումները փոխում են այն քաղաքական գնահատականը, որ Երևանը տվել է այդ տարածքներին, այսինքն օկուպացիա։ Եվ մենք հիշում ենք, թե այդ գնահատականի վրա ինչպիսի արշավ է կառուցվել, քարոզչական արշավ, հապկի թեմայով, այլ թեմաներով եւ այլն եւ այլն։ Ղազախական տեղեկությանը հաջորդեց ռուսականը ճանապարհների ապաշրջափակման։ Սրանք պետք է հակադրել իրար, թե հակառակը համադրել։ Իմ տպավորությամբ սրանք ընդհանուր այդպես համադրության մեջ գործընթաց են, ավելին ես կարծում եմ պայմանական իմաստով այդպես հարաբերական եթե գնահատենք, այդ ղազախական ցորենը ստեղծում է նախադեպ ռուսական հաղորդակցային ավելի գլոբալ խաղի համար, որովհետև լսեցինք, որ Օվերչուկը հայտարարեց, որ Ադրբեջանը հավաստիացրել է կտրամադրեն հնարավորություն դեպի Հայաստան տարանցելու երկաթուղով տարանցելու բեռներ։ Օվերչուկը հոկտեմբերի 11-12-ին էր Բաքվում, եթե չեմ սխալվում, եւ Իրանի առաջին փոխնախագահի, նաեւ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկում էին հենց հյուսիս-հարավ կոմունիկացիա եւ այլ կոմունիկացիոն հարցեր։ Չի բացառվում հենց այդ հանդիպմանն է նաեւ տեղի ունեցել այդ ընդհանուր քննարկումը եւ զուգահեռ նաեւ մենք տեսանք, որ Դուշանբեում ԱՊՀ պետությունների գագաթնաժողովի շրջանակում Պուտին-Ալիև հանդիպումը եղավ, ինչով էր սա հատկանշական, որ փաստացի 1 տարվա այդ լարված շրջանից հետո առաջին հանդիպումն էր։ Եվ այդ հանդիպումը այնպեսի այդպես անտուրաժով անցավ, որ հեչ տպավորություն չկար, որ սա շատ մեծ լարվածությունից հետո տեղի ունեցող հանդիպում է եւ մի հետաքրքիր հանգամանք Ալիևը 1 տարի անց, գրեթե 1 տարի անց, 10 ամիս կարծես թե շնորհակալություն է հայտնում Պուտինին այդ օթանավի աղետի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիայի համար։ Սա նշանակում է, որ Պուտինը ինչ որ նոր բան է ասել Ալիևին, որ այդ 10 ամիս նա տեղյակ չէր կամ չգիտեմ ինչ որ անորոշություն կար, եւ ես կարծում եմ այդ քննարկումը ներառել է նաեւ բավական նոր իրողություններ հենց հետխորհրդային տարածքում կենտրոնական Ասիա, Կովկաս ուղղությամբ հաղորդակցային սխեմաների քննարկման վերաբերյալ։ Եվ այդ ղազախական ցորենը իմ կարծիքով ահա հենց այս լայն շրջանակի մեջ է, պատահական չէ, որ Դուշանբեի այդ գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ այդ մասին, Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի վերաբերյալ սահմանափակումները հանել են, ղազախական ցորենը կգա Վրաստանով եւ հետո Օվերչուկի այդ հայտարարությունը, որ Ադրբեջանը երկաթուղային հնարավորության հավաստիացում է արել։ Այստեղ Վրաստանի պարագան է շատ հատկանշական, որովհետեւ փաստորեն աբխազական երկաթուղու այդ փակվելուց հետո առաջին անգամ Վրաստանը կարող է երկաթուղային ինչ որ կոմունիկացիոն սխեմայի մեջ լինել, որտեղ կա նաև Ռուսաստանը։ Այսինքն ինչ ենք ստանում, մենք տեսնում ենք, որ թրիփի վերաբերյալ ինչ որ համաձայնություն Վաշինգտոնում, բայց գործնական առումով մենք կարող ենք տեսնել հաղորդակցային այլ սխեմայի ուղղությամբ աշխատանք գործնական դրսևորումով, բոլորովին այլ տրամաբանությամբ եւ նաեւ Ռուսաստանի մասնակցությամբ։ Սրանք հետաքրքիր զարգացումներ են իհարկե, ընդհանուր առմամբ սա տեղավորվում է այն պայքարի մեջ, որ կա Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի այս կապակցված հաղորդակցային ռեժիմի համար, այստեղ ակտիվ է Եվրոպան, գիտենք, բնական է, որ ակտիվ է լինելու նաեւ Ռուսաստանը, խնդիրը վերահսկողության պայքարն է, այսինքն ոչ մեկ դեմ չէ, որ այդ ամեն ինչը աշխատի, հարցն է, թե ինչպիսի վերահսկողություն է լինելու քաղաքական, ինչպիսի այսպես ստատուս քվոյի ենթակա է լինելու այդ ամեն ինչը։ Այսինքն այդ այլ ուղղություններով ակտիվացումը ենթադրում է ձեր ասացի տրամաբանությամբ, որ հարկավոր է անել այնպիսի բաներ, որոնք
կյանքի կոչվեն թրիպի գործարկումից առաջ։ Դե ամենայն դեպս մենք տեսնում ենք ակտիվ աշխատանք է այդ ուղղությամբ, այսինքն թրիպը կարծես թե ինչ որ նոր իրականություն է ձևավորել։ Գյումրիկաս երկաթգից ենթադրենք։ Սա ես կարծում եմ մի քիչ այլ պատմություն է, որովհետև այստեղ արդեն քննարկումների դաշտը ոչ թե ԱՊՀ շրջանակում է, այլ արդեն ինչ որ իմաստով Ռուսաստան, Թուրքիան բնականաբար այս հարցը հայ-թուրքական սահմանի եւ կոմունիկացիաների հարցը ընդհանրապես իր աշխարհակաղակական սակարկությունների տրցակում է պահում, այսինքն ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ թեկուզ նույն Չինաստանի հետ, նույն Եվրոպայի հետ, Արևմուտքի հետ, այսինքն Թուրքիան ցկտելու է այս հարցը կոմունիկացիաների սահմանի բացման եւ այլն, առավելագույն գնի հասցնել եւ վաճառել աշխարհակաղակական սխեմաներից որևէ մեկի ուղղությամբ առավելագույն բարձր գնով։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ Անկարան այդքան էլ շտապելու շահագրգռված չի լինելու, որովհետև այդ գինը բարձրացնելու տրամաբանությամբ է գործելու իմ գնահատմամբ։